Այսօր շարունակենք Սուրբ Հոգու հայտնի եւ անհայտ դերի մասին խոսելով։ Սուրբ Հոգու հայտնի եւ անհայտ դերը։ Եփեսացիս 2-րդ գլխում մենակ մի համար կարդամ այսօր Եփեսացիս 2:18-ն ասում է. «Քանզի անոր ձեռքով մենք երկուքսալ մեկ հոգիով հորը մոտենալու արտոնություն ունենք»։ Մենք երկուքս էլ նկատի ունի ուխտի ժողովուրդը եւ հեթանոս ժողովուրդը Հիսուս Քրիստոսով ունի նույն արտոնությունը։ Հիսուս Քրիստոսով ունի նույն արտոնությունը հորը մոտենալու։ Բայց այստեղ կարևոր խոսք է օգտագործում. հոգիով հորը մոտենալու։ Սա նշանակում է, որ Սուրբ Հոգու դերը կայանում է եւ սրանում, որ մեզ Աստծո ներկայության մեջ բերի։ Արտոնությունը իրավական հիմքը տվեց մեզ Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա իր զոհով փրկագնեց եւ տվեց մեզ իրավական հիմքը, մեզ տվեց իրավունքը Աստծո մոտենալու։ Սակայն Աստծո ներկայության մեջ տանողը մեզ Սուրբ Հոգին է։ Ցավոք սրտի շատերը խորապես չեն գիտակցում Սուրբ Հոգու դերը։ Եվ շատ հաճախ Սուրբ Հոգու դերը այնքան պրիմիտիվ է ներկայացվում, այնքան հասարակ, խղճուկ է ներկայացվում Սուրբ Հոգու դերը, որ թվում է, թե Սուրբ Հոգին դա ընդամենը այս պարգևի դրսևորումն է կամ այն պարգևի դրսևորումն է։ Այնինչ Սուրբ Հոգու դերը հզոր, գերհզոր է քրիստոնյաներիս, հավատացյալներիս կյանքում։ Նա է, որ մեզ Աստծո հոր ներկայության մեջ է առաջնորդում։ Լցվել Սուրբ Հոգով նշանակում է առաջնորդվել նրանով, նրա ներկայության մեջ լինել, Աստծո հոր ներկայության մեջ լինել։ Ուրեմն այն ավելին է, քան մեր շատ պատկերացումները։ Եվ մենք անցյալ անգամ սկսեցինք խոսել թե որոնք են այդ դրսևորումները Աստծո ներկայության մեջ լինելու նշանները որոնք են։ Հոգով մենք ասում է Աստծուն մոտենալու արտոնությունը ունենք։ Հոգիով։ Որոնք են այդ վկայությունները, որ մարդը, քրիստոնյաները հոգու մեջ են, Աստծո ներկայության մեջ են։ Վերհիշենք երկու կետեր, որոնց մասին խոսեցինք մի փոքր նախանցյալ կիրակի։ Առաջինը մենք Գործք առաքելոց 4-րդ գլուխ 31-րդ համարում կարդում ենք Գործք առաքելոց 4:31-ն ասում է. «Երբ անոնք աղոթք արին, շարժվեց այն տեղը, ուր որ հավաքված են, եւ ամենքն էլ Սուրբ Հոգիով լեցվեցին, եւ Աստծո խոսքը համարձակ կխոսեին»։ Չգիտես ինչու, շատերի կողմից ընկալում է Սուրբ Հոգու լեցունության արտահայտությունը օտար լեզու խոսելը, բայց այստեղ չի գրված, որ նրանք օտար լեզուներ սկսեցին խոսել, այլ ասում է Սուրբ Հոգով լեցվեցին եւ ինչ արեցին։ Համարձակ Աստծո խոսքն էին խոսում։ Աստծո ներկայության մեջ լինելու վառ ապացույցներից մեկը մարդու համարձակությունն է Աստծո խոսքը հռչակել։ Ով է վախերի մեջ ապրում, ով է վախում վկայել Տիրոջը մասին։ Նա, որ Աստծո ներկայության մեջ չի, ով որ Սուրբ Հոգու լեցունությունը չունի իր կյանքում։ Երբ որ Սուրբ Հոգու լեցունությունը չկա, կան վախերը։ Մեր մարմնական վախերը, մեր մարմնական տրամաբանությունն է գործում։ Բա որ ինձ ճիշտ չհասկանան, բա որ ինձ ծաղր են, բա որ ինձ հալած են, բա որ ինձ շրջապատում ուրիշ բաներ խոսեն իմ մասին, բա որ ընկերներս ինձանից հեռանան,
բա որ ընտանիքում ինձ սկսեն ճնշել, բա որ ինձ այսինչ բաներից զրկեն, բա որ տնօրենը սկսի ինձ ուրիշ աչքով նայել, դուրս հանի աշխատանքից։ Տեսեք, վախերն են, չէ՞ հիմնականում այս մարդկային վախերն են, որոնք որ սահմանափակում են մեր վկայելու, խոսելու, համարձակ խոսելու, ուրեմն ցանկությունները սահմանափակում են, ճնշում են։ Բայց բավական է մեկը Սուրբ Հոգով լեցված լինի, նա Տիրոջը ներկայության մեջ է սկսում ապրել, Տիրոջը կենթանի ներկայություն իր կյանքում է ունում, իսկ երբ որ նա Տիրոջը ներկայություն իր կյանքում զգաց, ոչ մի բանից այս կյանքում չի վախենա, ոչ մի բանից ու ոչ մեկից։ Տեր Հիսուսն ասեց. մի վախեցեք նրանցից, որոնք որ մարմինն են սպանում։ Մաքսիմում կարան մարմինը սպանեն, մի վախեցեք նրանցից։ Պետրոսը երբ որ չուներ այդ հոգու լեցունությունը, երբ որ Տիրոջը ներկայության մեջ չէր, գրված է Հիսուսին, երբ որ ձերբակալեցին, տանում էին դեպի քահանայապետի տունը, գրված է որ Պետրոսն էլ հեռվից նրան հետևում էր։ Հեռվից բառին ուշադրություն դարձրեք։ Հետևում էր Հիսուսին, այնպես չի որ հավատացյալ չէր։ Այնպես չէր որ չէր հետևում Հիսուսին, բայց գրված է հեռվից էր հետևում։ Այսինքն նրա ներկայության մեջ չէր։ Նրա հետ չէր։ Եվ արդյունքում ինչ եղավ։ Մրսեց, չէ՞։ Իմացիր, հենց մրսում ես անպայման աշխարհը իր կրակն է քեզ առաջարկելու։ Եվ տեսավ գավիթում կրակ են վառել ու ցանկացավ տաքանալ։ Ովքեր էին կրակ վառողները։ Ովքեր էին հավաքված այդ կրակի շուրջ։ Նրանք, ովքեր որ թամաշա էին անում Հիսուսի դատավարությանը։ Սրանք այն մարդիկ էին, որոնք որ հետո մի քանի ժամ հետո պետք է բղավեին, գոռային, որ Բարաբային ազատի եւ ոչ թե Հիսուսին։ Այսինքն աշխարհիկ այդ մեղավոր մեղքերով լի մարդկան այդ հասարակությունն էր հավաքված այդ կրակի շուրջ ու հավատացյալը, որ Հիսուսի ներկայության մեջ չի, բնականաբար մրսելու է, մի բան պակասելու է իր կյանքում, մի բան դուրը չի գալու, մենակ է իրեն զգալու, նեղված է իրեն զգալու ու ուր է գնալու, գնալու է ճիշտ այն շրջապատի մեջ մտնի, որտեղ որ հավաքված են Հիսուսը խաչողները։ Ու այնտեղ է փնտրելու իր տաքությունը։ Դուք ինձ չգնահատեցիք, ես շատ նվիրված եմ, ես այսպես եմ, ես այնպես եմ եւ այլն։ Հիմա այստեղ իմ կարիք ավելին են զգում, այստեղ ինձ ավելի շատ են գնահատում եւ այլն։ Տեսեք, տաքացնում են, չէ՞։ Բայց դրա հետևանքը գիտեք ինչ եղավ։ Քիչ անց հետևանքը եղավ այն, որ մի պարզ հասարակ աղջնակ ասեց. դու էլ Հիսուսի հետ չէիր։ Սրա լեզվից երևում է, որ գալիլեացի է։ Սա էլ էր Հիսուսի հետ։ Ու ինչ արեց Պետրոսը։ Համարձակ ասեց, հա, Հիսուսի հետ եմ եղել, լավ եմ արել։ Չէ, ասեց, ով, ես չեմ ճանաչում։ Ուրացավ Հիսուսին։ Արդյունքը միշտ լինում է ուրացում։ Երբ որ մեկը Սուրբ Հոգու լեցունությամբ չի ապրում, երբ որ մեկը Տիրոջը ներկայության մեջ չի ապրում, վախերը պատում են նրա սիրտը եւ հետևանքը միշտ լինում է ոչ թե դավանել համարձակ, այլ ուրանալ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ երբ որ հոգով լցվեցին, համարձակ սկսեցին քարոզել։ Աշխարհը քո կարիքն ունի թանկագինս։ Հիսուսն ասաց, դուք եք այս ամենի վկաները։ Որ մենք այդ վկայությունը տանք աշխարհին, այդ կյանքի վկայությունը, այդ փրկության վկայությունը, մենք գործ ունենք անելու այս աշխարհում։ Դու, ես, ամեն մեկս գործ ունենք անելու այս աշխարհում։ Մեր հոգևոր կյանքը մենք չպետք է պատկերացնենք լոկ միայն Կիրակից Կիրակի եկեղեցի գալով։ Սա չէ մեր գործը, սիրելիներ։ Ամեն Կիրակի եկեղեցի գալը չէ մեր գործը։ Մենք եկեղեցի գալիս ենք, որպեսզի Տիրոջ ներկայության մեջ ավելի լինենք, Տիրոջը Սուրբ Հոգով ավելի լեցվենք, Տիրոջը խոսքով ավելի զինվենք։ Ինչու՞։ Որ գնանք աշխարհի մեջ համարձակ քարոզենք փրկության ավետարանը։ Համարձակ քարոզենք փրկության ավետարանը։ Դու բարի լուր ունես։ Այս մարդիկ հալածված մարդիկ էին։ Այս մարդիկ հալածված մարդիկ են, բայց Տիրոջը ներկայության մեջ Սուրբ Հոգով լեցված համարձակությամբ սկսեցին քարոզել։ Ճիշտ է, շատ ծեծ կերան, շատ տառապան քաշեցին, իրանց վրա շատ ծիծաղեցին,
Անգամ նրանց մարմինները սպանեցին, բայց վերջում իրենք հաղթեցին։ Երկրորդ դարձյալ վերանայում ենք անցյալ կիրակի օրվա խոսացածը, Գործք առաքելոց 10:38-ը ասում է. Հիսուսը, որ Նազարեթեն էր, որ Աստված օծեց Սուրբ Հոգիով եւ զորությունով, որ պտտեցավ բարի քնելով, սատանային բոլոր տանջվածները բժշկելով, քանզի Աստված իրեն հետ էր։ Սուրբ Հոգիով օծվեց Տեր Հիսուս, որ Նազարեթից էր, եւ սկսեց ինչ անել։ Բարիք էր անում եւ պտտում էր ամենուրեք ու սատանային բոլոր տանջվածներին բժշկում էր։ Սուրբ Հոգու լեցունության նշաններից մեկը, որը որ երևաց Հիսուսի կյանքում եւ վկայում է, ասում է, քանզի Աստված իրեն հետ էր։ Այսինքն ի՞նչն էր վկայում, որ Աստված իր հետ է։ Շարունակ 4 կողմը բարիք անելու այդ պատրաստակամությունը։ Բարիք էր անում։ Բարիք էր անում։ Աստծուց առած օրհնությունները նա առատորեն կիսում էր բոլոր նրանց հետ, ովքեր որ սատանայի կողմից տանջված են։ Նա, որ Աստծո ներկայության մեջ չի ապրում, նա մտածում է միայն իր անձի մասին։ Իր անձի մասին, իր շահի մասին, իր գործերի մասին, իր ունեցվածքի մասին, իր ունեցվածքը բազմապատկելու մասին, օր ու գիշեր սրա մասին է մտածում։ Նա, որ Աստծո ներկայության մեջ է ապրում, նա, որ Սուրբ Հոգով օծված է, Սուրբ Հոգով լցված է, նա շարունակ մտածում է բարիք անել։ Բարիք անել նրանց, ովքեր որ սատանայի կողմից չարչարված են։ Չկան այդպիսիները։ Լնայեք ձեր 4 կողմը ու կտեսնեք։ Կտեսնեք սատանան ոնց է չարչարում մարդկանց։ Նայեք ձեր 4 կողմը։ Մեկին զրկել է տնից։ Մեկին զրկել է, մեկի երեխային զրկել է հացից։ Մյուսի երեխային զրկել է հագուստից։ Մյուսի երեխային զրկել է ուսում առնելու հնարավորությունից։ Մյուսին զրկել է առողջությունից։ Մյուսին զրկել է տնից։ Մյուսին զրկել է հոգեկան անդորից։ Մյուսին զրկել է ընտանեկան խաղաղությունից, ամբողջ օրը կոնֆլիկտների մեջ է։ Նայեք ձեր 4 կողմը ու կտեսնեք։ Այս բոլորը սատանայի կողմից չարչարվածներն են, տանջվածներն են։ Մենք խոսում ենք Սուրբ Հոգու մկրտության մասին։ Սատանան մի լավ սուտ, այսպես կեղծ Սուրբ Հոգու մկրտության կոնցեպտ է այս դարաշրջանի համար տվել։ Ասել է, եթե դու լեզու ես խոսում, ուրեմն Սուրբ Հոգով մկրտված ես, հերիք ա դա քեզ համար։ Այդպես չի։ Սուրբ Հոգու լեցունության նշաններից մեկը, երբ որ դու օր ու գիշեր մտածում ես այս սատանայի կողմից չարչարվածներին ոնց պիտանի լինես։ Բարիք է գործում։ Մի քանի օր առաջ այցելեցի Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, Գոշ գյուղը, ուր որ մեր հանրահայտ Գոշավանքն է։ Մխիթար Գոշի անունը կրող վանքը, ուր որ ինքը ապրել է, ստեղծագործել է, ուր որ հանրահայտ դատաստանագիրքն է գրել։ Կարծվում է այդպես, չգիտեմ, գուցե ես ինչ-որ բանով սխալվում եմ։ Այնտեղ հանդիպեցի մեր եղբայրներից մեկի հետ, խոսած բավական իր պրոբլեմների, իր խնդիրների մասին։ Ինչ դժվարություններ է ապրում հոգևոր կյանքում, հոգևոր ծառայության մեջ, փոխհարաբերությունների մեջ եւ այլն, բավական շատ սիրտս լցվեց եւ ծանր էր այդ ամեն ինչը լսել, տեսնել մեր Քրիստոսով եղբայրը դժվար այս ուղին է անցնում կյանքի։ Հետո մի տարիքով այդպես ամուսիններ անցան մեր արջևից, երբ որ մենք խոսում էինք, իրենց շան հետ միասին։ Այս շունը եկավ մոտեցավ եղբորը այսպես պոչը շարժեց, երևաց որ ճանաչում է։
շունը ճանաչում է այս մեր եղբորը եւ երբ որ մի քանի քայլ արեցին եղբայրը սկսեց պատմել այս զույգերի մասին եւ ասաց գիտես ինչ իրանք Ամերիկայի քաղաքացիներ են հայեր են Ամերիկայում են ապրելուց եղել բայց արդեն որ ինչքան ժամանակ 1-2 տարի է ինչ տուն են գնել այս գյուղում եւ վերաբնակեցվել են այստեղ Հայաստանում հարց է առաջանում էլ ինչու համար մարդ պետք է թողնի Ամերիկայի իր ճոխ կյանքը գա գյուղական միջավայրում տուն գնի եւ ասես գիտես ինչ է անում այս ընտանիքը ասում երբ որ նրանք եկան այս գյուղ հավաքեցին գյուղի ժողովրդին եւ ասացին ձեր զավակները եթե ցանկություն ունեն ուսում առնելու բարձրագույն կրթություն ստանալու դուք այսուհետ մտահոգվելու կարիք չունեք թե ինչպես եք վարձավճարը տալու մեր ընտանիքը պատրաստ է այս գյուղի յուրաքանչյուր երիտասարդի ուսման վարձը տալու մեկ պայմանով որ իրենք պետք է բարձր գնահատականներ ունենան եւ ցույց տան այդ գնահատականները բարձր եւ շենացնեն գյուղը շենացնեն երկիրը եւ գյուղում ավելի քան 30 երիտասարդներ լսում եք գյուղի ավելի քան 30 երիտասարդներ իշնորհիվ այս ընտանիքի բարձրագույն կրթություն է ստանում որևէ մեկ թերթի մեջ ես չեմ կարդացել իրենց մասին որևէ մեկ լրատվականում ես չեմ լսել իրենց մասին բայց գյուղի բնակիչը վկայեց գոնե իր երկու զավակները բարձրագույն կրթություն են ստանում այսօր իշնորհիվ այս զույգի բարերարության բարերարությունը մի բան չէ որ պետք է փողահարես բարերարությունը մի բան է որ պետք է անես Աստծո փառքի համար եւ ծածուկ բարերարությունը չի կարելի անել քաղաքական դիվիդենդներ ձեռք բերելու համար բարերարություն չի կարելի անել որ դու քեզ իրավունքներ վերապահես քո քաղաքական պահանջները ներկայացնելու այսինչ երկրում կամ այնինչ երկրում կամ որևէ մեկ պահանջ ես եկեղեցու նվիրատվություն անեմ որ հետո եկեղեցու հանդեպ ինչ-որ պահանջներ ներկայացնեմ ես ինչ որ մի ընտանիքի բարերարություն անեմ որ հետո այդ ընտանիքի հանդեպ ինչ որ մի պահանջ ներկայացնեմ Հիսուսն ասաց ձեր աչքը տալիս է թող ձախը չիմանա ինչքան տվեց Հիսուսի արած գործերի մասին վկայեցին ուրիշները, բայց ոչ երբեք Հիսուս։ Այսպիսինն է լինում Սուրբ Հոգով լեցված անձնավորությունը, որ չի կարող անտարբեր անցնել, երբ որ անցնում է սատանայի կողմից վիրավորանքներ ստացած, սատանայի կողմից հարվածներ ստացած, սատանայի կողմից ուրեմն շղթաներով շղթայված մարդկանց կողքով չի կարող անտարբեր անցնել։ Սուրբ Հոգով չլեցված անձը, Աստծո ներկայության մեջ չապրող անձը մի մտահոգություն ունի, դա իր եսն է, իր անձն է, իր շահն է։ Ավասիկ նշաններից մեկը, որ վկայում է, որ մարդը Տիրոջ ներկայության մեջ է ապրում։ Հոգով հորը մոտենալու արտոնություն ունենք, հոգով։ Մեկը, որը հոգին ունի, նա հորը մոտ է ապրում, հոր ներկայության մեջ է ապրում, եւ սա է նշաններից մեկը։ Անցնենք եւս մեկ նշանի։ Գործք առաքելոց 13-րդ գլուխ 4-ից 12 համար։ Ուրեմն խոսքը Բարնաբասի եւ Սողոսի մասին է, այսինքն Պողոսի։ Անոնք էլ Սուրբ Հոգիեն ղրկված Սելևկիա իջան ու անկի անցան Կիպրոս։ Սազամինը հասնելով հրյաներու ժողովարաններուն մեջ Աստծո խոսքը կքարոզեին։ Ու Հովանեսնալ իրենց սպասավորություն կներ։ Անոնք պտտելով այն կղզին գացին միջև Պաֆոս, հոն գտան սուտ մարգարե, հրյա մոգմը, որուն անունը Բարեյեսու էր։ Այս հրյա մոգի անունը Բարեյեսու էր։ Որ փոխանորդ
բդեշխին հետ էր, որ կկոչվեր Սերգիոս Պողոս, բդեշխի անունն էր։ Խելացի մարդը Ասիկա, Բարնաբասը և Սողոսը հրավիրելով ուզեց Աստծո խոսքը լսել։ Այս պաշտոնյա մարդը, բդեշխը, Սողոսին և Պողոսին երբ որ տեսան, հրավիրեց ուզեցավ Աստծո խոսքը լսել։ Սակայն անոնց դեմ կեցավ Եղիմաս մոգ, քանզի այսպես կթարգմանվի անոր անունը, այն որ կարդացի է անունը, թարգմանությամբ Ելիմաս, ավելի ճանաչված, թարգմանված անունը նրա։ Ուրեմն անոնց դեմ կեցավ Եղիմաս մոգը, քանզի այսպես կթարգմանվի անոր անունը, որ կուզեր փոխանորդ բդեշխը հավատքեն դարձնել, շեղել։ Բայց Սողոս, որ Պողոս ալ կկոչվի, Սուրբ Հոգիով լեցված, լսում եք, աչքերը անոր վրա տնկեց, մտեսեք Սուրբ Հոգով լցված, պտուղը նայեք, արդյունքը։ Սուրբ Հոգու լեցունության պտուղը ո՞րն է, որ այսօր հարցնես, շատ բոլորը մի բան են ասելու։ Այստեղ այդպես բան գրված չի։ Սուրբ Հոգով լցված աչքերը անոր վրա տնկեց ու ըսավ. ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լցված սատանայի որդի, թշնամի բոլոր արդարության, պետք է չդադարես տիրոջը շիտակ ճամփաները ծռել է։ Կարծես սրանք առաքելություն ունեն, դարավոր առաքելություն ունեն, տիրոջը շիտակ ճանապարհները ծռել, շեղել։ Հիմա տիրոջը ձեռքը հագով վրատ է, ու կույր պիտի լինես, ատենմը արև չտեսնելով, իսկույն անոր վրա մեկ ու խավարիչավ ու պտտելով առաջնորդ կփնտրեր։ Այն ատեն փոխանորդ բդեշխը, երբ այս բաները տեսավ, հավատաց, մեծապես զարմանալով տիրոջը վարդապետության վրա օրհնյալ լինի Հիսուս անունդ։ Հիսուսը եկավ քանդելու հարյուրամյակների, հազարամյակների սուտը։ Սատանայի այն կապանքները, որով կապված էր այս ժողովուրդը։ Ու նրանց վառ ներկայացուցիչներից մեկն էր այս Եղիմաս մոգը, որը Կիպրոսի Պաֆոս այդ տարածքի բդեշխի կամ, չգիտեմ, առաջնորդի ղեկավարի կողքը պատտում էր միշտ, հիշեք, այս տեսակները այդպես մեծահարուստների, պաշտոնյաների կողքն են պատտվում։ Իրենց շեղելու, իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Նայեք այսօրվա գերտերությունների ղեկավարների կողքը, ովքեր են նրանց խորհրդականները։ Ու կհասկանաք ինչու համար են ռմբակոծում շատ եւ շատ երկրներ։ Նույն ձեռագիրն է։ Պողոսն ու Շիղան եկան, այս իրանք չգնացին, փնտրեցին այդ հարուստին, որ գնան քարոզեն, խոսեն, այդ բդեշխին, իրանք չգնացին, փնտրեցին։ Այս մարդը, երբ որ լսեց եկել են, ինչ արեց, ցանկություն հայտնեց, որ Պողոսն ու Շիղան չէ, ներողություն, Պողոսն ու Բարնաբասը, որ իրեն վկային ճշմարտության մասին, այսինքն Տեր Հիսուսի մասին։ Պողոսն էլ, Բարնաբասն էլ սիրով համաձայնվեցին ու սիրով սկսեցին Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ուսուցանել այս մարդուն։ Եվ ով դեմ կեցավ, Եղիմաս մոգը դեմ կեցավ։ Եվ սկսեց ամեն ինչ անել իր խորամանկությամբ, իր նկարագրությունը կա, չէ՞ այստեղ։ Ուզեց ամեն ինչ անել, որ Աստծո խոսքը ծռի։ Ամեն խաբեությունով, ամեն խորամանկությունով լցված սատանայի որդի, ամեն խաբեությունով եւ խորամանկությունով լցված սատանայի որդի։ Տեսեք Սուրբ Հոգու լեցունության կամ Աստծո ներկայության մեջ ապրելու նշանը, դրսևորումը ինչպիսին եղավ, որ վկայում էր, որ Պողոսը եւ Բարնաբասը Սուրբ Հոգով լցված էին։ Նախ գրված է, որ Սուրբ Հոգով լցվեցին,
Բայց ինչ եղավ դրա հետևանքը, դրա արդյունքը ինչ եղավ։ Ինչ արեցին։ Մերժեցին սուտը։ Մերժեցին կեղծիքը, հանդիմանեցին այն, սաստեցին այն։ Պիտի չդադարես Տիրոջը շիտակ ճամփաները ծռել։ Տիրոջը ներկայության մեջ լինելու նշաններից մեկը այն է, երբ դու հանդուրժող չես սուտը եւ կեղծիքը, որ դու չես կարող լռել եւ հանդուրժել անարդարությունը, հանդուրժել մոլորությունը եւ այն ամեն ինչ որ սատանայից է։ Դու չես կարող ասել իմ գործը չէ։ Դու չես կարող ասել թող Աստված դատի, թող Աստված զբաղվի իրենով։ Դու չես կարող չտեսնելու տաս, դու չես կարող սուտը, կեղծիքը, անարդարությունը տեսնես եւ խուսանավես, ասես, որ ինձ շահավետ չէ հիմա այս թեմայի մեջ մտնելը։ Արդարամիտ մարդը, Աստծո ներկայության մեջ ապրող մարդը չի կարող տեսնել մոլորությունը, սուտը, կեղծիքը եւ չսաստի այն եւ չհանդիմանի այն։ Տեր Հիսուս մի անգամ իր աշակերտներին ասաց. աշխարհը ձեզ չի կարող ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես նրանց հանդիմանում եմ մեղքերի համար։ Ուրեմն Հիսուս արժանացավ աշխարհի ատելությանը մեկ պատճառով, որովհետև նա չէր կարող հանդուրժել կեղծիքը, սուտը, մոլորությունը։ Եվ սա Սուրբ Հոգու լեցունության նշաններից մեկն է։ Սուրբ Հոգին ունենալու, Աստծո ներկայության մեջ ապրելու վկայություններից մեկն է։ Երբ մեկը չի կարող ծածկել, չի կարող սուտը, կեղծիքը, այսպես չտենալու տալ։ Այն ինչ որ Պողոսը եւ Բարնաբասը արեցին։ Տեսեք, այս Եղիմաս մոգը բդեշխի մտերիմներ, չէ՞, միշտ նրա կողքն էր, միշտ նրա հետ էր։ Կարծես թե մարդկային, եթե մտածենք, պիտի Պողոսը եւ Շիղան փորձեին, այսպես սիրաշահեին նրան, աշխատեին նրան չնեղացնեին, հա, որովհետեւ այս մեծ արուստի մտերիմ մարդկանցից մեկն էր։ Բայց իրենց համար մարդկային հեղինակություններ գոյություն չունեն, իրենց համար գոյություն ունի մեկ հեղինակություն, այն էլ Աստվածը եւ Աստծո ճշմարտությունը, եւ ով որ ճշմարտությունից չի, արժանի է դատապարտության եւ արժանի է հանդիմանության։ Եվ Պողոսը ու Բարնաբասը չնայեցին, որ կարող է պատահել, լավ չընկալվի սա բդեշխի կողմից։ Այսպես չնայեցին հարցին։ Նրանց համար միևնույն է ինչպես կընկալել։ Նրանք ճշմարտության կողմնակից էին, որովհետև Տիրոջ ներկայության մեջ էին ապրում եւ համարձակ էին։ Ի զարմանս մեզ մեր մարդկային տրամաբանության բդեշխը այս տեսնելով փոխարենը բարկանար նեղվեր, որ եկել եք իմ մոտիկ ընկերոջս Եղիմաս մոգին, այս ինչ բառեր եք ասում, չէ, ընդհակառակ այս տեսնելով ավելի հարգեց Պողոսին եւ Բարնաբասին եւ ընդունեց նրանց քարոզած վարդապետությունը, որովհետեւ ճշմարտությունը ամենահզոր ուժն է։ Ճշմարտությունը ամենահզոր ուժն է, որ ծունկի է բերում եւ ոչնչացնում է ամեն սուտ ու կեղծիք։ Այնպես որ նա, որ Աստծո մեջ է, նա ճշմարտության մեջ է։ Նա, որ Սուրբ Հոգու լեցունության մեջ է, նա ճշմարտության մեջ է եւ նա չի վախենում այդ ճշմարտությունը դավանելուց։ Սա էլ նշաններից մյուսը սիրելիներ։ Եվս մեկ նշան։ Առաջին Կորինթացիս 12-13 Վասնզի մենք ամենքս մեկ հոգիով, մեկ մարմին ըլլալու մկրտվեցանք, թե հրյաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ, եւ ամենքսալ մեկ հոգյան խմեցինք։ Մենք մեկ հոգիով, մեկ մարմին լինելու մկրտվեցանք, թե հրյաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ, եւ թե ամենքսալ մեկ հոգիով խմեցինք։
Հոգին թանկագիններս հոգու ներկայությունը կամ Աստծո ներկայությունը քանդում է բաժանարար պատերը եւ միաբանում է։ Սուրբ Հոգու ներկայության, Աստծո ներկայության նշաններից մեկը միաբանությունն է։ Միասնությունը։ Այստեղ տեսեք, ասում է մեկ հոգիով մեկ մարմին լինելու մկրտվեցանք։ Մեկ հոգիով ոչ թե 10 մարմին մկրտվեցինք լինելու, այլ մեկ հոգիով մեկ մարմին լինելու։ Մեկ մարմին, ու այնտեղ ասում է հրյաներ, հեթանոսներ, ծառաներ, ազատներ։ Ամենքս էլ մեկ հոգիից խմեցինք։ Երբ որ այդ մեկ հոգին բնակվում է, այդ Սուրբ Հոգին, երբ որ բնակվում է մեր մեջ, երբ որ Սուրբ Հոգով լցված ենք մենք, մեր բաժանարար պատերը ինքնաբերաբար քանդվում են։ Հրյա ես, հեթանոս ես, ծառա ես, ազատ ես, այսինքն բոլոր այս պատնեշները, որ կա մարդկանց մեջ, Սուրբ Հոգու ներկայության մեջ սրանք բոլորը ոչնչանում են, քանդվում են։ Երբ որ մեկը Սուրբ Հոգով լցված է, իր համար այլևս գոյություն չունի ազգային հողի վրա տարանջատում, սա այլ ազգից է, ուրեմն ինձ համար օտար է եւ այլն։ Այդպես չի։ Եթե դու Քրիստոսի մեջ ենք մենք, այսինքն դիմացինն էլ, ես էլ եթե Քրիստոսի մեջ ենք, կապ չունի այլևս ազգային պատերը, այդ ամեն ինչը մի կողմ է դրվում։ Եթե մենք Քրիստոսի մեջ ենք, ծառա է, Տեր է, այսինքն մեկը բարձրաստիճան պաշտոնյա է, մյուսը պարզ բանվոր է, այլևս գոյություն չունի, մենք եղբայրներ եւ քույրեր ենք Քրիստոսի մեջ։ Մեկը հարուստ է, մյուսը աղքատ է, կապ չունի այս խավերը դասակարգային, այլևս ոչնչանում ենք, մենք մեկ ենք Հիսուս Քրիստոսով։ Լեզվի բարիերը ոչնչանում է, մենք մեկ ենք Հիսուս Քրիստոսով։ Գույնի բարիերը, սևամորթ եմ, դու սպիտակ ես, այլևս գոյություն չունի։ Այս ամեն ինչը ոչնչանում է Հիսուս Քրիստոսով։ Սևամորթը կարա դառնա քո հարազատը, քո Քրիստոսով եղբայրդ ու քո Քրիստոսով քույրդ։ Ոչ պակաս քան սպիտակամորթը, որովհետև Քրիստոսի մեջ այս բոլոր բաժանարար պատնեշները վերանում են, եթե դու մեկ հոգին առակ, այդ մեկ հոգիից ենք մենք խմել, մենք դառնում ենք մեկ։ Իսկ այս դարի մեջ բոլորը խոսում են Սուրբ Հոգու մկրտության մասին, բոլորը խոսում են Սուրբ Հոգով մկրտված լինելու մասին, բայց նույն համանքի մեջ, նույն դավանանքը կրող, նույն ընտանիքին պատկանելով, ֆիզիկապես նույն ընտանիքին պատկանելով 10 տեսակ բաժանվում են։ 10 տեսակ բաժանվում են, բայց բոլորն ասում են, որ մենք Սուրբ Հոգով մկրտված ենք։ Սա կատարյալ հիմարություն է ներողություն արտահայտությանս համար։ Չի կարող այդպես լինի, չեք կարող դուք Սուրբ Հոգով լցված լինեք ու 10 տակ բաժանված լինեք։ Չեք կարող։ Հնարավոր չի դա։ Հնարավոր չի։ Որովհետև հոգին միաբանում է, չի բաժանում։ Ես չեմ հավատում այսօր շատ եկեղեցիների եկեղեցի լինելուն։ Անվանական եկեղեցիներ են, բայց եկեղեցի չեն։ Որովհետև եթե Տիրոջը ներկայության մեջ լինեն, եթե Տիրոջը ներկայության մեջ ապրելուց լինեն, նրանք բաժանումների չեն ձգտի։ Նրանք միասնության կձգտեն։ Սա կարևոր նշան է։ Տեր Հիսուսն ինքն ասեց, աշխարհը թող տեսնի ձեր սերը իրար հանդեպ ունեցած։ Եվ Տեր Հիսուս իր քահանայապետական աղոթքում աղոթեց, ասում է, որպեսզի նրանք մեկ լինեն, որ աշխարհը տեսնի նրանց միասնությունը, նրանց միաբանությունը եւ հավատա, որ դու ինձ ուղարկեցիր։ Աշխարհը ոնց պիտի հավատա Հիսուս Քրիստոսին, երբ որ տեսնում է մենք նույն անունը կրող տարատեսակ հազար ու մի տեսակ խմբավորումներ ենք եւ անունը դրել ենք եկեղեցիներ։ Չի կարա դա լինի, հասկանում եք սիրելիներս։ Չի կարող այդպես լինի։ Ինչ կարա բարիեր լինի կամ արգելք լինի, որ մենք միաբանվենք, եթե մենք Աստծո ներկայության մեջ ենք։ Ինչը կարա խանգարի։ Եթե ոչ անձնական շահը։ Եթե ոչ անձնական շահը։ Եթե անգամ որոշ հարցերի շուրջ դու այլ տեսակետներ ունես, չգիտեմ, որոշ սուրբգրային թեմաների շուրջ այլ տեսակետներ ունես, նորմալ է, ոչինչ, բայց եկեղեցին պետք չի դրա համար բաժանել։ Ես մի բան ուրիշ ձև եմ հասկանում, դնեմ եկեղեցի բաժանեմ։ Դա սարսափելի մեղք եմ գործում ես։ Ահա որ մեղք եմ գործում ես։ Դու ուրիշ ձև ես հասկանում, հովիվդ ուրիշ ձև է հասկանում, կամ ամեն ինչ եղբայրդ ուրիշ ձև է հասկանում, ոչինչ, աղոթ քարա, ասա Տեր ջան, ճշմարտությունը ես եմ սխալ, ինձ ցույց տուր, դիմացինս է սխալ, իրան ցույց տուր, բայց դու այդտեղ չխանգարի, որ մենք իրար սիրենք, իրար ձեր ձեռքի բռնած Աստծո գործը անենք։ Պարզ չի սա։
Պարզ չի։ Հիմա ես հովիվ եմ Հայաստանյաց ավետարանական համակրտական եկեղեցու։ Ես որոշ հարցերի շուրջ ունեմ տարաձայնություն։ Այն ինչ որ մկրտական եկեղեցու հիմնական ընդունված մասամ որոշ վարդապետական որոշ ճյուղերում, որոշ հարցերում այսպես է մտածում, ես այդպես չեմ մտածում։ Որոշ հարցեր կա իմ մտածելակերպը ավելի մոտ է, չգիտեմ, տրադիցիոն եկեղեցիների։ Բայց դա պատճառ չի, որ ես վեկալեմ ինչ որ բաժանեմ նոր ուղղություն սկսեմ։ Ես շարունակում եմ մնալ հայավետարանական մկրտական եկեղեցու ընտանիքի անդամ։ Հիմա կարող է պատահի թղթով, ստորագրությամբ կամ չգիտեմ ստրուկտուրապես ինչ որ մի թղթի տակ չենք ստորագրել մենք բոլորս անունը, բայց հոգևոր, բարոյական, եղբայրական սիրո մեջ ենք։ Հասկանում եք։ Ինչ էլ տարիների ընթացքում կարան տարաձայնություններ լինեն, մեր սիրտը, մեր հոգին միշտ պետք է ձգտած լինի եւ ձգտելը ու փառք Տիրոջ հաջողելը, որ մենք միասնականության մեջ լինենք։ Ու ոչ միայն մեկ անվանական եկեղեցու, այլ Քրիստոսի տիեզերական եկեղեցու հետ։ Եթե ես Սուրբ Հոգով լցված եմ, իմ համար դիմացինի առաքելական լինելը կամ դիմացինի կաթոլիկ լինելը կամ դիմացինի ավետարանական այսինչ կամ այնինչ ճյուղից լինելը ինձ համար ընդհանրապես դա պետք է արգելք չլինի, բարիեր չլինի, չխանգարի, որովհետև եթե նրա մեջ Քրիստոսի հոգին է բնակվում, մեր Քրիստոսի հոգին է բնակվում, մենք Քրիստոսով եղբայր եւ քույր ենք, ես սիրում եմ քեզ թանկագինս։ Սիրում եմ քեզ առավել, քան որևէ մեկ բան կամ որևէ մեկին։ Որովհետև Քրիստոսի մեջ եղածն է իմ գանձը, իմ թանկը, որովհետև ես նրա հետ եմ անցկացնել իմ հավիտենականությունը երկնքում։ Ու հաստատ երկնքում չեն նայելու մեր մկրտության վկայականը, որ եկեղեցուն է տվել։ Երկնքում նայել են Սուրբ Հոգու կնիքը կա իմ մեջ, թե ոչ։ Հասկանում եք ես ինչի մասին եմ խոսում, սիրելի բարեկամներ։ Սա էլ Սուրբ Հոգու մկրտության նշաններից մեկն է, ահավասիկ Աստծո խոսքը վկայում է։ Նույն հոգուց խմեցինք ասում է։ Դրա համար այլևս մեր մեջ ոչ հեթանոս կա, ոչ հրեա կա, ոչ ազատ կա, ոչ ծառա կա։ Չի կարող էս ամեն ինչը լինել։ Կարա պատահի, որ, չգիտեմ, պահ եղավ Պողոսի Շիղայի միջև, Պողոսը Շիղան, չէ, ինչ որ Բարնաբաս եւ այլն խնդիրներ ունեցան, ամեն մեկ առանձին գնացին, գործեցին, բայց նույն եկեղեցու կազմի մեջ, նույն մեկ ընտանիքի մեջ։ Ուստի Սուրբ Հոգով մկրտված լինելու, Սուրբ Տիրոջի ներկայության մեջ լինելու նշաններից մեկն էլ դա միաբանությունն է։ Սա հիշեք, խնդրում եմ։ Ամեն անգամ, երբ որ սատանան կբերի տարաձայնություն եւ հպարտություն, եսի խնդիր, որ դուրս արի գնա, էս այնեն, հիշի, որ դա Աստծուց չի։ Դա վկայում է, որ մենք Տիրոջ ներկայության մեջ չենք։ Կարճ եւս երկու նշան ասեմ ու վերջացնեմ։ Գաղատացիս 5:16 Միայն թե այս եմ ասում, հոգով գնացեք ու մարմնի ցանկությունները պիտի չկատարեք։ Տիրոջը ներկայության մեջ լինելու, Սուրբ Հոգով լցված լինելու, որ նույն բանն է։ Նշաններից մեկը դա մարմնի ցանկությունների զսպումն է, կառավարումն է։ Ոչ մի բան մեզ չի կարող այդպես ուժգին տիրապետել եւ կառավարել մեր կյանքը, որքան մեր իսկ մարմնական ցանկությունները։ Եվ դրան հաղթելու մեծագույն ուժը դա Սուրբ Հոգու զորությունն է։ Ուրիշ ոչ մի ուժ չի կարող հաղթել դա։ Ճիշտ է, թե Հիսուսն ասեց, եթե աշկդ քեզ գայթակղում է, ավելավ է հանես այն եւ առանց աշկի կամ մեկ աշկով մտնես երկնքի արքայությունը, բայց եթե այսպես վարվենք, չէ, ասում է, աջ ձեռքդ քեզ գայթակղում է, ավելավ է կտրես, քան թե երկու ձեռքով գեհենը նետվես, ես վախում եմ, եթե սկսենք այս ամպուտացիան, հա, վախում եմ երկինք մտնելու բան չմնա վրեքներս։ Հա, սաղ կտրելու եւ հանելու ենթակա է։ Տերը թող ողորմություն անի մեզ։ Միակ ուժը դա Սուրբ Հոգու ուժն է։ Ուստի մենք ոչ թե պետք է խնդրենք, ասենք Աստված ջան, ինձի պարգևներ տուր, պարգևներ տուր, պարգևներ տուր։ Այո, Տերը թող տա պարգևներ, որ մենք իր արքայության համար գործենք,
բայց պարգևներից առավել մենք Սուրբ Հոգու լեցունության կարիք ունենք, որովհետեւ կարողանանք զսպենք մեր մարմենական ցանկությունները։ Որովհետև մեր հոգևոր կյանքին այդքան չի վնասում պարգևների քիչ լինելը կամ դրանց բացակայությունը, ընդհակառակը պարգևների շատ լինելը կարող է եւ հպարտացնել։ Բայց մենք Սուրբ Հոգու լեցունության կարիք ունենք առավել մեր մարմնական ցանկությունները զսպելու համար։ Եվ վերջին սիրելիներ, Գործք առաքելոց 7:54-ից 59 համարներ, սա շատ կարևոր խոսք է։ Գործք առաքելոց 7:54-ից 59 համարները։ Անոնք այս բաները լսելով սրտենուն մեջ կկատղեին ու ակրաները անոր վրա կկրճտեին։ Խոսքը Ստեփանոսի քարոզից հետո էր, որ Ստեփանոսը քարոզեց։ Բայց անիկա Սուրբ Հոգիով լեցված երկինք նայեցավ եւ տեսավ Աստծո փառքը ու Հիսուսն ալ, որ Աստծո աջ կողմը նստել էր, եւ ասաց. ահա կտեսնեմ երկինքը բացված ու որդին մարդու Աստծո աջ կողմը կանգնած։ Իսկ անոնք մեծաձայն աղաղակելով ականջնին գոցեցին եւ ամենքը մեկեն վազեցին անոր վրա ու քաղաքեն դուրս հանելով քարկոծեցին նրան ու վկաները իրենց հանդերձները պահ դրին երիտասարդիմը ոտքերուն քով, որ սողոս կսվեր եւ կքարկոծեին Ստեփանոսը, որ աղոթք կներ եւ կսեր. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին։ Եվ ծունկի վրա գալով բարձրաձայն աղաղակեց. Տեր, այս մեղքը մի համարիր անոնց։ Այս ասելով ննջեց, սողոսներ կամակից էր անոր սպանվելու։ Շատերին թվում է Սուրբ Հոգու լեցունությունը գոռալու գոչելու համար է։ Շատերին թվում է Սուրբ Հոգու լեցունությունը գետնին թփրտալու համար է։ Շատերին թվում է Սուրբ Հոգու լեցունությունը բարձր գոռալու, բարձր բաներ ասելու համար է։ Շատերին թվում է Սուրբ Հոգու լեցունությունը մարգարեանալու եւ օտար լեզուներ խոսելու համար է։ Սուրբ Հոգու լեցունության նշաններից մեկը արժանապատվորեն սեփական մահը ընդունելն է ու աշխարհից հեռանալ առանց ոխի եւ ափսոսանքի։ Այս է Սուրբ Հոգու նշաններից մեկն է։ Ասում է, բայց նա Սուրբ Հոգով լեցված երկինք նայեց։ Մեզ հայտնի են Սուրբ Հոգու այն դրսևորումները, մեզ այսպես են մատուցում, որ այս տեսակ Սուրբ Հոգով լցված են։ Ստեփանոսի մոտ Սուրբ Հոգու լեցունությունը արտահայտվեց այսպես։ Նա երկինք բարձրացրեց հայացքը, ուր տեսավ Աստծո աջ կողմը, սկզբից գրված է Հիսուսին տեսավ Աստծո աջ կողմը նստած, հետո տեսավ նույն Հիսուսին Աստծո աջ կողմը կանգնած։ Գիտեք ինչու էր կանգնել։ Ինչու էր նստած տեղից վեր կացել։ Որտեվ պատրաստվում էր դիմավորել իր Սուրբին։ Պատրաստվում էր դիմավորել իր Սուրբի մահը։ Ու քանի նա նայում էր Հիսուսին, այդ ընթացքում հրյաները այն ժամանակ ռումբ չունեին, այն ժամանակ բան ունեին, քարեր ունեին։ Այն ժամանակ ռումբեր ունենային, ռումբեր կնետեին Ստեփանոսի վրա։ Բայց նա ատելությամբ չէր լցված նրանց հանդեպ, քանի որ Հիսուսին էր նայում, քանի որ Աստծո ներկայության մեջ էր։ Եվ իր այդ վերջին խոսքերը, քանի դեռ շունչը տեղն էր, եղավ սա.
Տեր Հիսուս ընդուներ իմ հոգին։ Ինքան նման էր Հիսուսի ասած աղոթքին, երբ Հիսուս ինքն էլ հրյաների կողմից խաչվում էր, աղոթեց, ասեց Հայր քո ձեռքերի մեջ եմ հանձնում իմ հոգին։ Հետո էլի քարեր եկան, արյունը հոսում էր դեմքից, մարմնից, գլխից, ու այս ցավից իր մեջից ոչ մի անեծք, ոչ մի ատելություն, ոչ մի հայոյանք, քանի որ Աստծո ներկայության մեջ էր, քանի որ Սուրբ Հոգով լցված էր, հայոյանքի եւ անեծքի, ատելության ու չարության փոխարեն բերանից ելավ շատ ծանոթ խոսքեր. Տեր, այս մեղքը մի համարիր նրանց։ Գիտեք ինչ է ասում։ Սենց բան ոչ մեկ չի ասել։ Լսեք։ Սենց աղոթք ոչ մեկ չի արել։ Նման է Հիսուսի աղոթքին։ Բայց ինքը գիտեք ինչ է ասում։ Ասում է այս մեղքը այս մեղքը մի սեպիր նրանց։ Գիտեք ինչա մտածում, որ Տեր ջան, չլինի թե հանկարծ իմ պատճառով մի մեղք ավել լինի նրանց մեղքերի վրա։ Դուք հասկանում եք այս ուրա։ Դուք հասկանում եք ինչ է աղոթում։ Տեր չլինի թե իմ պատճառով իրանց մեղքերի վրա մի մեղք էլ ավելանա։ Աղաչում եմ քեզ։ Այսինքն ինքը ոչ թե մտածում որ ինքը մեռնում է։ Ինքը ոչ թե մտածում որ իրեն անարդար տեղը սպանում են։ Ինքը այս պահին մտածում է որ Տեր իմ պատճառով նրանց մեղքերի վրա մի մեղք էլ խնդրում եմ թող չավելանա։ Այսինքն նրանց մասին էր մտածում։ Իրեն սպանողների մասին։ Այս է Սուրբ Հոգու լեցունությունը, թանկագիններս։ Սրա մասին է Սուրբ Հոգու մկրտությունը։ Սրանում է կայանում Սուրբ Հոգու գործը։ Երբ կտեսնեք այս դրսևորումները մարդու կյանքում, ուրեմն իմացեք, այդ մարդը Աստծուն շատ մոտ մարդ է։ Շատ մոտ մարդ է։ Ուրեմն իմացեք, որ այս մարդն է իսկական Սուրբ Հոգով լցված մարդը։ Այս մարդն է, որը որ շարունակ Աստծո ներկայության մեջ է ապրում։ Թանկագինս, դարձիր այդ մեկը, դարձիր այդ մարդը, այս տեսակ մարդկանց կարիքը կա աշխարհում։ Սուրբ Հոգով լցված մարդկանց կարիքը կա։ Այսօր Սուրբ Հոգով մկրտված լինելու մասին շատ են խոսում։ Շատերն են իրենց համարում Սուրբ Հոգով լցված։ Այդ չեն։ Որտեղ այս է նշանները Սուրբ Հոգու մկրտության։ Սուրբ Հոգով լցված լինելու, Աստծո ներկայության մեջ լինելու։ Կյանքի վկայությունները սրանք են։ Տերը թող օրհնե ձեզ իր անվան եւ փառքի համար։ Ամեն։ Աղոթենք, երկնավոր Սուրբ Հայր, շնորհակալ ենք քո հրաշագործ ներկայության համար։ Շնորհակալ ենք, որ դու խոսքիդ միջոցով հոգիդ գործում ես եւ մեր կարծրատիպերից մեզ ազատագրում ես, մեր շփոթություններից, մեր մոլորություններից։ Աղաչում եմ բաց արա մեր մտքի հոգու աչքերը, որ ճանաչենք, հասկանանք այն խորությունը խոսքիդ, որ փափագենք եղջերուի պես գետիդ վտակներին, որ խմենք շարունակ քո Սուրբ Հոգուց, որը ներկայությունը մեզ պետք է նորոգի, մեզ պետք է ձևափոխի, մեզ պետք է դարձնի ուրիշ մեկը։ Աղաչում եմ Տեր Հիսուս, այս ամենի մեջ դու փառավորվիր։ Այս ամենի մեջ քո անունը թող վկայվի աշխարհի մեջ։ Եվ ինձ եւ այս խոսքը լսող ամեն մեկից դարձրու այսպիսի մեկը Սուրբ Հոգով լցված։ Ոչ թե
կարծեցյալ մկրտվածներ, կարծեցյալ Սուրբ Հոգին ունեցողներ, այլ ճշմարտապես։ Ողորմիր, չարը խափանիր, վիրավորների, տկարների, սգավորների համար եմ աղոթում։ Այն ժողովուրդը, որը որ տուժում է այսօր աշխարհի ղեկավարների դիվային ներգործությունների պատճառով, գթա ու ողորմիր, սաստիր չարը, հանդիմանիր։ Ես գիտեմ, որ քո գիտությամբ է տեղ ունենում են ամեն ինչ որ կա աշխարհիս վրա եւ մարգարեությունները վկայում են, որ ժամանակները մոտ են եւ ահավասիկ աշխարհին պիտի որպես նրանց հավատքի, նրանց փափագացի արդյունք գա նա, ով չպիտի գա քո հոր անունով, այլ պիտի գա իր անունով ները։ Աշխարհի ժողովուրդները արժանացել են սրան։ Ես չեմ աղոթում նրանց համար, ես աղոթում եմ քոնտրեալների համար։ Քոնտրեալ զավակների համար, որ դու պահպանես, պահես, քո Սուրբ Հոգու թևերի ներքո պաշտպանես, միջև որ հափշտակությամբ վերցնես եկեղեցիդ։ Տուր որ հիմար կույսերի նման չգնանք ձեթ առնելու, այլ նախապես պատրաստ լինենք, որտեղ հետո դուռը պիտի փակվի եւ ուշ լինի։ Իմաստություն տուր ես խոսքը հասկանալու ամեն մեկիս։ Հիսուսի թանկագին արյան արժանիքով եմ խնդրում, Հայր, քանզի ես մարդկորեն ոչ մի արժանիք չունեմ։ Ներիր ու ողորմիր։ Եվ քո որդու բարեխոսությանն ու միջնորդությանը ապավինելով հոգուտ մեջ աղոթում եմ, որ դու գթաս ու լսես։ Քո անվան եւ փառքի համար, Հայր։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։